Ուրեմն արդեն նախապես ասվեց, որ ձեռնպահ են քվեարկելու, այլ վերջի հասնա արդեն, բայց ամեն դեպքում ես կներկայացնեմ նախագիծը անկախ ամեն ինչից, հիշեցնեմ, որ հանձնաժողովում ինքը բացասական եզրակացություն ստացել ոչ թե դեմ լինելով, այլ ձեռնպահ լինելով, ոնց հասկանում գաղափարին դեմ չէին, բայց երևի որոշումը քաղաքական էր ու որոշեցին ձեռնպահ լինելով դեմ արտահայտվեն։ Ամեն դեպքում Քրիստոֆոր Իվանյանը այն անձնավորությունն է, որը արժանի է Երևանում իր անունով փողոց անվանակոչելուն, իր անունով փողոց ունենալուն, եւ այդ պատճառով էլ որոշել եմ Քրիստոֆոր Իվանյանի անունով Երևանում փողոց անվանակոչվի, ու այդ փողոցը գտել եմ Դավթաշենում։ Երկրորդ թաղամասը, ինչպես արդեն ասեց, երկրորդ թաղամասին հարող տարածքն է, Տիգրան Պետրոսյանից սկսվող այգու հենց կողքով անցնող փողոցն է, որը բարձրանում է երկրորդ թաղամասը շրջանցում է եւ նորից վերադառնում է երկրորդ թաղամասի մյուս հատվածը, որը գնում միանում է 4-րդ թաղամասի այդ փողոցը։ Այնտեղ փոքր ուրեմն խաշմերուկ է, այդ խաշմերուկից հետո գնում միանում է 4-րդ թաղամասին։ Ով է Քրիստոֆոր Իվանյանը, երևի գիտեք, բայց ամեն դեպքում երկու բառով կներկայացնեմ։ Քրիստոֆոր Իվանյանը հայ ռազմական գործիչ է, ծնվել է 1920 թվականին Թիֆլիսում, օգոստոսի 20-ին, ուրեմն 1938-78 թվականներին ծառայել է ԽՍՀՄ բանակում, մասնակցել է մեծ հայրենական պատերազմին, հասել է մինչև Չեխոսլովակիա, փառահեղ ռազմական ուղի ունի, ամբողջը չթվարկեմ, միայն ասեմ, որ 92-97 թվականներին եկել է Հայաստան, եկել է Արցախ եւ իր այդ պատկառելի տարիքում 72 տարեկան եւ մինչեւ 75 տարեկանում իր գիտելիքները, իր ունակություններն ու իր հմտությունները օգտագործել է իր ժողովրդի համար, իր ազգի համար եւ իր հայրենիքի համար, եղել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության կոմիտեի նախագահի խորհրդական, Պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ, զորամիավորման հրամանատար, Արցախում տարբեր 90-ական թվականների պատերազմի ժամանակ տարբեր կարևոր ռազմական գործողությունները ղեկավարել եւ հաջողությունների հասել, իր անունով Ստեփանակերտում եղել է ուրեմն եղել է, ասում ենք անցյալով արդեն, եղել է ռազմական ուսումնարան եւ իր անունով անվանակոչվել Ասկերանի շրջանի Խոջալու ավանը։ Ուստի առաջարկում եմ Քրիստոֆոր Իվանյան, գեներալ լեյտենանտ Քրիստոֆոր Իվանյանի անունով անվանակոչենք Դավթաշենում Տիգրան Պետրոսյանի հարող եւ երկրորդ թաղամասի շրջանցող փողոցը։ Շնորհակալություն, հարցեր զեկուցողին։ Ելույթներ։ Տեղից եզրափակիչելու։ Ուրեմն ինչ վերաբերում է հասցե չկային, ճիշտն ասած հասցե կա, ես չգիտեմ ոնց եք ասում, որ հասցե չկա, այդ փողոցի վրա կան եւ առանձնատներ եւ շենքեր, եթե նկատի ունեք դա, եթե ասում եք հասցե չկա, դա մեկ, երկրորդը այդ թաղամասի կողքով փողոցը անցնելը չի նշանակում, որ պետքա պարտադիր այդ թաղամասի շենքերի հասցեները անվանափոխվեն, օրինակ կան նմանատիպ թաղամաս, Նորաշեն թաղամասը, ինքը ունի փողոցներ, որ իր կողքով են անցնում, բայց այդ թաղամասի շենքերը կոչվում են Նորաշեն թաղամասով, նախկինում 16-րդ թաղամասով, այսինքն պարտադիր չի, որ կոչվեր Բեկնազարյանով կամ Մելքումովով։ Փողոցը փոքր փողոց չի, մեծ փողոց է, այդ փողոցում կամ փողոցի հարակից հատվածներում մարդիկ են ապրում, բնակելի է, ինչ որ տենց ես իմ որտեղ լուսնի վրա չենք անվանակոչում այդ փողոցը եւ մարդը նորից կրկնվեմ երևի մեծ վաստակ ունեցող մարդ է, մեծ վաստակ ունեցող հայ է, նաեւ որի շնորհիվ մեր երկիրը, մեր հայրենիքը մի որոշ ժամանակ ուներ 42000 կիլոմետր տարածք, որը այսօր չկա։ Շնորհակալություն։ Քվեարկություն։ Շնորհակալություն, նախագիծը չի ընդունվել, հարգելի գործընկերներ,